Խնդրեմ ներկայացնեք վերջին շրջանի բարեփոխումները, վերջին տարիների, որոնք դուք տեսնում եք։ Վերջին տարիների բարեփոխումները տեսնելով, որ արդեն 2 տարի է խաղաղություն է։ Անձինս մեր գյուղի դպրոցը վերանորոգվել է հիմնովին, ճանապարհները ասֆալտապատվել են, լուսավորությունը, ջուրը, ամեն ինչը կարգավորված է։ Հետո բանակում թորնիկս է ծառայում, շատ լավ է։ Մինչև անգամ դաժե տիրադիորերը խաշել են ուտում։ Այդքան բարեփոխումները շատ լավ է։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Շատ։ Ու ասենք, sense կառավարություն, ես արդեն 65 տարեկան եմ, sense կառավարություն չենք տեսել, որ գա ժողովուրդ հետ անմիջականորեն զրույցի, մի 10 րոպե առաջ առողջապահության նախարարի հետ զրուցում ու շատ հաճելի էր։ Դեռ չէր զգացում, որ ինքը նախարար է, ես թոշակառու։ Եվ ընդդիմադիրների հայտարարություններին կխնդրեմ անդրադառնաք, որոնք անդադ փնովում են։ Իրանց ինչ հայտարարություն։ Մենք իրանց 4-ին էլ տեսել ենք, այսինքն ես։ Հիմա ուզում են գան ամեն մեկը մի վարչապետի տեխնացու ներկայացնում։ Դե իրանք որ գան, իրանց պետք է դրող լինի որ գան, ասենք եթե ով իրանցն ուզում են դրի, թող դրի այնտեղ էլի ուրիշ կուսակցություններ կան, դրանց են դրի։ Օրինակ դուք Ռոբերտ Քոչարյանի տարիներից ինչ եք հիշում։ Ինքը ասում է Սահակին գործ եմ արել, որ գյուղը մտնում ասում է եմ արել են եմ արել։ Ինչ եք հիշում իր տարիներից։ Ես հիշում եմ, որ ես փրկարար ծառայող էի, ու ոչ մեքենա ունենք, ոչ բենզին ունենք, ոչ էլ ակումուլյատոր։ Ես հրազդանը սպասարկում մենք։ Հրշեջ մեքենաներ չունեինք։ Այդ եմ հիշում։ Իր զարգացումը ուր մնաց իր տարիների։ Իր զարգացումը ինքը սուտ ասում է։ Ասենք եթե գա իմ նման մարդու հանդիպի ու ասի դες բան, ես իրան կասեմ, որ ես այդ թվերին իմ ամենալավ երիտասարդական տարիներն եմ կորցրել։ Պատկերացնում ես, ես այդ ժամանակ եղել եմ 33 տարեկան։ Ու դա կորել է իմ մոտ։ Խնդրեմ ներկայացնեք վերջին տարիների բարեփոխումները, որոնք ձեզ համար տեսանելի Շատ լավ է, շատ գոհ եմ, միշտ իր կողքին ենք ելե, ընտրել ենք, միշտ էլ իրան, չգիտեմ, ինձ ձևի մենք իրան Ինչից եք գոհ, իր որ արած աշխատանք։ ամեն ինչից, դպրոցն մտնում ես, դուրդ գալիս է մանկապարտեզա, ճամփեքնա, ամեն ինչի համար, ամեն ինչի։ Մենք պետք է միշտ իր հետևից լինենք, իրան պայքարում ենք, Աջակցում եք։ անպայման։ Իսկ ընդդիմադիրների հայտարարություններին ոնց եք վերաբերվում։ Բայց եկան դրջանի, խուժանում, ընդոյացից ինչ խասկացայ։ Սաղին մարդասպանեն, ընդոյ ինչ մարդ է։ Շնորհակալ։ Հացի Փաշինյանից։ Ու պայքարում ենք, պայքարելու ենք մինչև վերջ։ Վերջին տարիների փոփոխությունները, որոնք տեսել եք։ Ես կպայեմ։ Փոփոխությունները շատ են։ Հավատքս շատ մեծ ա եղել մինչ առ այսօր։ Այս 8 տարիներին իմ մեջ ավելացել է իմ հավատքել ավելի շատ եւ հուսանք, որ հաղթանակը լինելու, այսպես ասենք, 100%-անոց մեր սպասելիքներից ես կգնահատեմ այսպես 70%-ը արված է։ Այսինքն բոլոր բնակավարներում արած աշխատանքը կա։ Պարզապես հնարավոր չէ, գիտակցում ենք, որ հսկայական այդ ծավալի աշխատանքներ այս մեր տարած դժվարությունների հետ հնարավոր էր։ Պարզապես հավատքս մեծ է, սերս անսահման։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Անչափ, հատիկ առ հատիկ, եւ աճն ենք տեսել, եւ ճանաչողական այդ ընթացքում ավելի ենք ճանաչել բոլորի գործերը, մի վարքյան չեմ անջատվել իրենց ոչ մի ազգային ժողովի նիստ, այն որ ասում ափսեները լվանալուց է լսել եմ, տեսել եմ, ինձ ոչ մեկ չի կարա ինչ որ ուրիշ բան ասի, քանի որ ես եմ հետևողական եղել։ Կարող ենք չասել առաջընթացը ակնհայտ է։ Ակնհայտ է եւ սպասելիքներով եւ չեմ վախենում արդեն, որ հաղթանակը մերն է լինելու, քանի որ գիտակից մասան ավելի շատ է։ Եվ խնդրեմ անդրադառնաք ընդդիմության հայտարարություններին ընդհանուր առմամբ, եթե ընդդիմություն չունենք այնպեսին, որ արած ինչ որ լավ բան է եղել, մարդ են, բայց բավականին սխալներով արած ոչ մի տեսակի աշխատանք չենք ողջունում, տեսել ենք ամեն ինչն էլ գիտենք, հետևել ենք, իսկ այստեղ որ ես իմ հողի վրա կանգնած եմ, պարզապես մի հատ խոսք կա, ասում եմ, եթե հաղթանակ չլինի, որ ես այսքան սիրում եմ իմ երկիրը, արդեն ասում ես կարող է դուրս գալ, որ երբեք չեմ ունեցել այդպիսի բան։ Տարել ենք ամեն դժվարություն եւ հավատում ենք, որ չկա, այնտեղ ասելիք չունենք իրանց մասին։
Տեսանելի փոփոխությունները։ Վերջի տարիների տեսանելի փոփոխությունները ես ամեն վարքյանել զգում եմ, տենում եմ, նույնիսկ շոշափելի է։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի վարչապետ, որ ընդառաջում է մեր հայ ժողովրդին, մտածում է մեր ժողովրդին, տարեցների, երեխաների, ամեն բնակավարում նա կատարում է իր ուրույն դերը եւ մենք շատ հպարտ ենք մեր վարչապետով, ուզում ենք, որ ինքը միշտ լինի մեր վարչապետը հավերժ։ Եվ խնդրեմ անդրադառնաք ընդդիմադիրների հայտարարություններին, որոնք անդադ փնովում են աշխատանքը։ Ընդդիմադիր արտահայտությունները ես որ թերթում եմ նրանց պատկերը տենում եմ, դու չեք պատկերացնում ես ինչ ապրումներ եմ զգում։ Դրանով բավարարվեք, էլ ուրիշ բաներ չեմ կարող ասեմ։ Իհարկե շատ են բարեփոխումները ոչ միայն համայնքում, այլ ամբողջ Հայաստանում։ Աշխատակազմում, ինչպես նաև մարդկանց աշխատավարձներն է բարձրացել։ Ես ինքս ուսուցչուհի եմ, զգացել եմ ին վրա, ինչպես աշխատանքից դուրս ժամի եք, չէ՞, այստեղ։ Այո, չէ։ Խնդրեմ ասեք։ Դուրս ժամի աշխատանքը արդեն ավարտվել է, ես արդեն այստեղ եմ աշխատում եմ Նոր Հաճնում, բայց ապրում եմ Արցախում։ Ձեզ որևէ մեկը չի ստիպել, չէ՞։ Իհարկե ոչ, իմ տունը այնտեղ է, եկել եմ տուն գալուց, ես նոր տեսել եմ, որ այստեղ են հավաքվել։ Այդ հարցը տալիս եմ, որտեղ ընդդիմադիրները անդադ շահարկում են թե ուսուցիչներ, առողջապահության համակարգի մարդկանց վարչական Ոչ մի ստիպողական բան չկա, ասեմ նաև դպրոցում էլ արգելված խոսել քաղաքականությունից, ինչ որ մեկի ընտրության համար, հարցով եւ այլն, դպրոցում, այո, ընդհանրապես արգելված է այդ առաջ ստիպում էին երևի որ գնային հավաքներին այսպեսի, իսկ հիմա այդպեսի բան չկա, գոյություն չունի։ Այո։ Դե ես տուն էի գալիս, իհարկե տեսա, ուրախացա, գիտեմ որ Նոր Հաճներ գնալու, բայց արդեն ես հասցրեցի այստեղ հանդիպեմ։ Ես գոհ եք կառավարության աշխատանքից։ Այո, շատ գոհ եմ։ Եվ խնդրեմ անդրադառնաք ընդդիմադիրների հայտարարություններին ընդհանուր առմամբ։ Թող իրանց անցյալ ժողովուրդը շատ լավ գիտի իրանց անցյալում ինչ ա եղել։ Մի խոսքով չեմ խոսի նրանցից, որովհետև բոլորն էլ գիտեն, խոսեմ միայն հիմիկվա կառավարության մասին։ Լավ է, շատ լավ է, մեր կյանքը բոլորովին բարեփոխվել է։ Ներկայացնեք վերջին տարիների բարեփոխումները, որոնք ձեզ համար տեսանելի են։ Բոլոր ոլորտներում։ Շատ կան բարեփոխված բաներ։ Ձեր համայնքում ինչ եք տեսել վերջին տարիներին, որ առաջ չի եղել, հիմա կա։ Մեր համայնքում մենք տեսել ենք, որ սովետական միության ժամանակ մեր գյուղի ճամփիկը շատ վատ վիճակում էր, բայց մի այն ամեն մի ճամփա լրիվ ասֆալտած է, լուսավորությունը քաշած է, շատ լավ լուսավորված է գյուղը։ Առողջապահության ապահովագրությունից օգտվել եք։ Հենց այսօր, այո, հենց այսօր ճշումի տեղ եմ վերցրել։ Հավաճար։ Այո, վերցրել եմ։ Իսկ առհասարակ կառավարության աշխատանքից գոհ եք։ Գիտեք ինչ կա, ազիզ։ Ինչ կան է որ լավ է, մեկը բողոք ունեն ժողովուրդ, հասկանում եք, որտեվ այս գյուղի կամ Հայաստանի ժողովուրդը ինքան վատորեր են կրել։ Մի այս կառավարությունը ինչքան էլ որ ուզենա դզի, հələ մի 30 տարի էլ պետք է որ արդեն ժողովրդի բերանը փակվի, հասկանում եք։ Խնդիրները շատ են այսինքն։ Հա? Խնդիրները շատ են։ Խնդիրները ինքան շատ է, այս խեր մարդիկ ասենք, այս 6 տարի, 7 տարի, 8 տարի են, հա։ Այդ 8 տարվա մեջ այդքան հեշտ չի այդ ամեն ինչը ճշտել, դզել, ցավը տան։ Հա? Հա, դե հասկանում եմ որ կամած, ախր ամեն ինչ էլ կամած ալ, հասկանում եք։ Այդքան հեշտ չի, ցավը տան։ Ձեր համայնքի վերջին տարիների բարեփոխումները ներկայացրեք։ Անչափ բարեփոխումներ եղել։ Ասֆալտապատումն եղել, դպրոցի վերանորոգումն եղել, մանկապարտեզին էլ սկսելու են, այս տարի մի քիչ ուշանում է։ Ամեն ինչ կարամ ասեմ, ամեն ինչն էլ փոխվել է։ Քանի որ ձեր քաղաքը շատ զբոսաշրջային քաղաք է, այս տարի կարծեք թե տուրիստները ավելացել են, նկատելի է։ Այո, ճիշտ է, մի քիչ ճանապարհների վերանորոգումը չի ավարտվել։ Բայց տուրիստները շատ նորմալ հաճախել են ու շատ գոհ են, շատ զարմացած են դրսից եկած տուրիստները հարթ երկրներից, որ նման քաղաք ունենք ամեն ինչով։ Դուք որպես տեղացի բնակիչ նկատում եք, որ մարդիկ ուզում են օրինակ հյուրատներ բացեն, մեծացնեն այդ բիզնեսը տուրիստական, այդ տեսակ միտում կա։ Նկատում եմ, իհարկե նկատում եմ, այո։ Այն ներքը մի հատ կոչում է նոր թաղամաս, հիմա բոլորը բնակարանները սարքել են, քաղաքից են եկել, ծաղկաձորցիկներ, բարգավաճում է
Մի քաղաք էլ ոնց որ ընտեղ է, մի թաղամասա Ծառկաձորի։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Շատ, շատ։ Փոփոխություններ շատ է եղել։ Կնշեք ոլորտային։ Դե ամեն ինչ էլ մի կարգավոր վերա։ Լրիվ նորմալ է, բողոք չունենք։ Ոչինչ։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Լրիվ նորմալ է։ Վարչապետի կողմնակիցն է։ Հա, լրիվ ամեն անգամ էլ մենք իրան ենք ընտրել, վստահում ենք իրան։ Ուրիշ բան չունենք ասելու։ Ավելացել է ասենք այս փոփոխությունը տեղի է ունեցել 65+-ը, դա մեծ օգուտ է թոշակառուների համար։ Օգտվել եք արդեն։ Ես մենակ տեղորյակից եմ օգտվել, Անվճար վերցնում եք։ անվճար եմ օգտվել։ Ուշ էլ ինչ ասել։ Ինչ որ տեսնում եք։ Էլ չեմ կարող ասել։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Շատ, անչափ։ Վերջին տարիների բարեփոխումները ձեր համայնքում։ Շատ լավ։ Ոլորտային կնշեք։ Լավ, ամեն ինչ նորմալ է։ Լավ է։ Կներկայացնեք բարեփոխումները վերջին տարիներին ձեր Մեր համայնքում։ ամեն ինչ նորմալ է, շատ լավ է ընթանում։ Կոմունալ ջրերը։ Ասֆալտապատումը նորմալ իրականացվում։ Ները լրիվ կա, նորմալ է, ամեն ինչ շատ լավ։ Շատ տեղին արված է։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Հարկաս, նորմալ է, ամեն ինչ շատ լավ է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար